Երկու օրվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանը վերադարձել Հայաստանի 200 քաղաքացի։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում է, որ նախատեսվում է Հայաստանի ևս 45 քաղաքացու վերադարձ։ Այս օրերին Օմանի մայրաքաղաք Մասկատից, ուր ցամաքային ճանապարհով տեղափոխվում են Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալ ցանկացողները, մի քանի առևտրային թռիչքներ են եղել։ Տոմսերի արժեքը ամբողջությամբ վճարում են քաղաքացիները։ Սոցիալական ցանցերում Հայաստանի քաղաքացիներից գրառումներ կան, որ տուրիստական նպատակով Թայլանդում գտնվող Հայաստանի քաղաքացիների խումբը հայտնվել է անելանելի վիճակում, չեղարկվել են դեպի Երևան թռիչքները։ Այս զբոսաշրջիկներից մեկը Facebook-ի իր էջում գրել է, որ բոլոր թռիչքները դեպի Երևան մինչև մարտի 23-ը չեղարկվել են։ 15 հոգանոց խմբից 4-ը մինչև 6 տարեկան երեխաներ են։ Ռազմական գործողությունների սրման ֆոնին Թեհրանը մարտի 3-ին արգելեց սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Հայաստանում կատ արտադրող տնտեսվարողներ կան, որոնք իրանական հումք են օգտագործում և մտահոգված են, որ Իրանից սննդամթերքի արտահանման սահմանափակումները հնարավոր է ազդեն հայկական շուկայի վրա։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի առաջատար գիտաշխատող Սերգեյ Միխնևիչը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները իրանական արտադրանքը փոխարինելու ներուժ ունեն։ Վիճակագրական տվյալների համաձայն 2024 թվականին Ռուսաստանը Հայաստանին կաթ և կաթնամթերք է մատակարարել մոտ $2 միլիոն ավելի, քան Իրանը։ Ռուսաստանի ակադեմիայի առաջատար գիտաշխատողը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրները ներուժ ունեն փոխարինելու իրանական մատակարարումները, սակայն այստեղ լոգիստիկայի խնդիր կա։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է տարածել մարտի 6-ին Արաբկիրում կրակոցներ արձակած անձին վնասազերծելու վերաբերյալ։ Վերջինը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Կրակոցները հնչել էին Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Հայտնաբերվել է կրակված 6 պարկուճ։ 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ կրակոցները տեղ են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեում, այլ նաև Բաղրամյան 68 շենքի դիմաց։ Վիրավորն էլ Երևանի բնակիչ 26-ամյա Կարեն Գասոյանն է։ Առավոտյան 7:50-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ կատուժած։ Opel Magnish-ի ավտոմեքենայում վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մինչև հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։